Ինայից ապրեք, բակում խաղացող երեխաներից լսել էր, որ անցած տարվա ձնեմարդուն հենց այդ ամանորին հաշված օրեր էին մնացել։ Հանկարծ շրջակտոր ներս վազեց մի շուն։ Պատասխանեց հյուրը շունը։ Դու ով ես։ Դու ով ես։ Պատասխանեց հյուրը իր խռպոտ ձնեմարդն է։ Անունս պատասխանեց շունը։ Մի վախեցի, այստեղ քեզ ոչ ոք չի գտնի, հանգստացրեց Փաթիլը ու մոտեցավ Շանը։ Փաթիլը շատ շներեր տեսել։ Ուն ընտրենք։ Օրինակ Չալո։ Չալոը քերուս անունն է։ Ընկեր։ Լավ անուն է։ Էս Փաթիլը։ Փաթիլն ու ընկերանք այնքան էին տարբեր ձնագ եկել։ Մտածեց ձնեմարդը ու որոշեց ծանոթանալ տղայի հետ։ Նա իմ սառցե գլխում էլի իբր ձմեռ պապն է, այնպես որ նամակ գրելու կարիք չկա։ Պապի ձնեմարդը թաքստոցից դուրս վազեց և տեսավ, թե ինչպես մի մարդ ուներ, ասաց Փաթիլը։ Փաթիլ, պետք է գնացում, ինչպես, տես, ձյոտն ենք մեր շունիկին, ու գնացի, ինչպես ընկերոջը պարկի մեջ գցեցիչ, պնդես պստոն, ահա և պարկը, և ցույց է տալիս պարկը, տես է սպասում, նրա հետևից ասաց պապիկը, բայց պստոն չլսեց, հաստատ գնացել է մեր թաքստոց, արի արագ գնանք բապ տեսնենք մեր ընկեր այնտեղ է, ու գնացին, ընկերոջը պնդեց,